իր կյանքի 7-րդ ամսում, իմ կյանքի 35 թե 6-րդ տարում դադարեց կյանքի սովորական ընթացքը, կա Դավիթը, կա աուտիզմը եւ կան պայքարի հազար ու մի մեթոդներ, որ պետք է իրան բերեմ այն կետին, որ մի օր ինքը ուղակի իմ ձեռքը բաց թողնի ու կարողանա գնալ մեծ կյանք։ Ասենք մարդկա ինձ ասում է, ինչի ես խոսում, ինչի ես ասում, Դավիթը նորմալ երեխա է։ Հա, էլի նորմալ երեխա է, մեր երեխան չեմ ասում պոզեր կան գլխին աճած։ Եթե դու գիտես մի աուտիզմ ունեցող մարդու, դու գիտես մի աուտիզմ ունեցող մարդու։ Ես ինքս սկսել եմ բարձրաձայնել այս խնդրի մասին, քաղաքական դեբատների մեջ իրար չվիրավորեն ասելով, որ աուտիստ է, դաուն է, նորմալ միջավայրում մեր երեխան մեծանա։ Համակարգային այս հարցին լուծում տալիս եմ։ Շատ ժամանակ կանայք մնում են մենակ այդ սարսափելի մեծ ծանրության հետ։ Աուտիզմը նյարդաբանական զարգացման առանձնահատկություն է, որի դեպքում մարդը ունի աշխարհի ընկալման, հաղորդակցման այլ կերպ։ Իսկ թե ինչպես են փոխվում աուտիզմ ունեցող երեխայի ծնողները երեխայից հետո, կպատմի Հելենան։ Ինչպես ինքն է ասում, յուրահատուկ Դավիթի սովորական մաման։ Բարև ձեզ։ Շատ բարև ձեզ։ Կպատմեք, ինչ գիտեիք աուտիզմի մասին մինչև Դավիթը։ Ես աշխատանքի բերումով շատ աշխատել եմ զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների հետ եւ կարող եմ ասել, որ բավականաչափ շատ ինֆորմացված էի։ Ինչն էլ եւ երևի թե ինձ իմ մամայական կարիերայի մեջ, այսպես ասած, բավականին անհրաժեշտ եղավ այդ ինֆորմացիան, որը ես ունեի։ Գոնե ոնց ասեմ, հասարակ այն ինֆորմացիան, որ պետք է ծնողը տիրապետի երեխայի կյանքի առաջի տարվան այդ ինֆորմացիան ունեի։ Իսկ ինչն էր այն մեծ նորությունը, որը ձեզ թվում էր, որ գիտեիք, բայց պարզվեց, որ այդպես էլ չէ։ Ինչքան էլ ինֆորմացիան իմանաս, ինչի մասին էլ իմանաս, միևնույնն է դու պիտի ներսում լինես, որ հասկանաս դա ինչ է։ Ես կարող խոսքերով հիմա ասեմ, որ այդքան էլ բարդ չի, իմ երեխայի պարագայում ես ասենք, հա, իմ երեխան, չգիտեմ, կամ արբիտ, այդպեսի շատ բարդ դեպք չի, բայց միևնույնն է շատ դժվար է։ Առաջին հերթին շատ դժվար են մտքերը։ Այն մտքերը, որ գալիս են, երբ որ երեխան քնում է, ու դու արթուն ես։ Այդ դեպքում ոնց որ ծանրանում են բոլոր մտքերը, որոնց պատասխանները դու չունես։ Ու երևի թե մինչև գիտությունը չգտնի մի բան, որը որ լուծում կտա մեր բոլոր զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների, ծնողների, երեխաներին, այդ մտքերը չեն դադարում։ Այսպեսի խոսք կա, որ ասում են, եթե դու ճանաչում ես աուտիզմով մեկ մարդու, ուրեմն դու ճանաչում ես աուտիզմով մեկ մարդու, որովհետև այնքան յուրահատուկ են ու շատ տարբեր։ Դրա համար կխնդրեմ պատմես քո դեպքը, երբ հասկացաք, որ յուրահատուկ է Դավիթը։ Մինչև Դավիթի ծնվելն էլ ես ունեցել եմ երեխա, ով ցավոք սրտի 1 ամիս ապրելուց հետո մահացավ, ու Դավիթը իմ երկրորդ տղան է։ Ես շատ ավելի պատրաստված էի սպասում Դավիթին եւ կարծում էի, որ բնականաբար իմ երեխան լինելու է շատ առողջ, նորմատիպիկ, ես բոլոր նորմատիպներին արդեն ծանոթ է, ես գիտեի ինչպես պետք է զարգանա երեխան, որ տարիքում ինչ պետք է անի, ես ուշադիր հետևում էի բոլոր շրջաններին, բոլոր փուլերին։ Այսինքն այն մամաներից չէի, որ մտածեր, վայ, դե ոչինչ, հիմա դե էս մի բանը չի անում, հետո կանի։ Մինչև 6 ամսական նորմային համապատասխան, այսպես ասած, գրքային տարբերակով երեխա զարգանում էր։ 6 ամսականից 6-ի վերջում 7 երեխայի մոտ նկատեցի փռշտոցի նման շարժումներ, որոնք ինձ տարօրինակ թվացին։ Դե մամային ասեցի, քույրիկիս ասեցի, իրանք այդպես տարօրինակ բան չէին նկատում, մինչև այդ շարժումները սկսեցին ցիկլիկ բնույթ կրել, անընդհատ լինում էր ու երեխան լավ չէր զգում դրանից իրան։ Ու ես նկատում էի, որ երեխաս ոնց որ անջատվի, ոնց որ իրան նման չէր, բոլորի համար սովորական էր, բայց ոնց որ դու ես ծնողը, դու ես նկատում, որ ինչ որ մի բան այն չի։
ու երբ որ ես ասում եի ինչ որ մի բան այն չի, նույնիսկ ասենք եղել են բժիշկներ, որ ասել են, որ դու առաջին երեխայիդ փորձառությունը պրոյեկտում ես երկրորդի վրա, պետք չի այդքան զգայուն լինել, այդքան էմոցիոնալ լինել, իսկ ես էմոցիոնալ մարդ եմ բնույթով, բայց ես զգում եի, որ դա էմոցիոնալության հետ կապ չունեցող բան է, սա լրիվ ուրիշ օպերայից հատված է, էլի։ Ու ես առանց լսել ոչ մեկին վերցնում էի Դավիթին, մտածում էի աուտիզմ է, տանում էի այս կենտրոն, այն կենտրոն, ստեղ նայն, բայց քանի որ երեխան ընդամենը 7-8 ամսական էր, բնականաբար ոչ մեկ ոչինչ չէր կարող ինձ ասել, որտեվ այդ ընթացքում երեխա տատամահանում, չգիտեմ, կարող է գազիկներ ունի, ու տենց ինչ որ օդի մեջ բաներ շատ կարող են ասել, բայց բնականաբար, երբ որ ես նկատեցի, որ շատ է կրկնվում այս գործողությունը երեխայի մոտ, մենք արդեն դիմեցինք լուրջ նյարդաբանների եւ էլեկտրոենցեֆալոգրամայի արդյունքում պարզվեց, որ երեխայի մոտ ինֆանտիլ սպազմեր են, դա մանկական էպիլեպսիայի մի տեսակ է, որը որ կարող է շատ լուրջ նյարդաբանական խնդիրների առաջ կանգնեցնել, բանիմաց եւ գրագետ մասնագետների միջամտությամբ մենք կարողացանք հաղթահարել ինֆանտիլ սպազմերը, որից հետո ես բնականաբար պատրաստ էի արդեն, քանի որ կարդացել էի շատ, որ կարող է լինել հետևանքներ զարգացման մասով լուսանկար ունեմ, որտեղ Դավիթը 7 ամսական էր, մենք գնացել էինք ռիթրիթի թիմով ու այդ վերջին լուսանկարն էր, որտեղ երեխաս լիաթոք ծիծաղում էր ու նկարեցի այդ օրը, ասում եմ, ինչ լավ է ժպտում Դավիթ ջան։ Ու հետո դրանից հետո ոնց որ երեխայի շպիտը գնաց, ոնց որ անջատեցին։ Ես այնքան լավ եմ սիրում այդ նկարագրել, ոնց որ կհիշեք սովետական հեռուստացույցներ կան, չէ՞, այսպես Ռուբիլնիկով անջատում։ Ոնց որ անջատած լինեն երեխայից։ Ես իրան դնում էի, ինքը նստում էր, գլուխը գցում էր մի կողմ ու մի կետ երնամ։ Ու ես հիշում եմ 10 ամսականում, իր 10 ամսականի օրը մենք արդեն դադարեցին ցնցումները, ես փուչիկներ էի գնել, ինչ որ տորտիկ էի պատրաստել իր համար բան, ինքը ժպտաց ու ես այնքան էի ուրախացել, ասում եմ հետ եկավ, երեխես հետ եկավ ու հասկացա, որ պետքա 0-ից էլի սկսենք, այսինքն այն ինչը որ մինչև 6 ամսական զարգացել էր, իսկ երեխայի զարգացման կարևորագույն փուլը 0-ից մինչև 10 ամսական, 11 ամսական ինքը ոնց որ որպես մարդ ձևավորվում է իր զգայարանները աշխարհի հետ, իր կոմունիկացիան աշխարհի հետ։ Մենք էլի սկսեցինք 0-ից, հանդիպեցի աշխարհի լավագույն մասնագետին, մեր մասնագետին, ում հետ սկսեցինք աշխատել, Մերիին, ու Մերիի հետ ռիսկի գնալով, քանի որ երեխան ցնցումներ էր ունեցել եւ շատ ռիսկային է 1 տարեկան երեխային այդ անամնեզով վերցնել։ Մերին իմ հետ համաձայնության գալով ասեց, ես պատրաստ եմ աշխատել երեխայի հետ, սկսեցինք զգայական ինտեգրացիայից եւ մինչեւ այսօր աշխատում եմ Դավիթի հետ։ Սկսել ենք որպես զարգացման հապաղում բնական պատճառներով, այսինքն Դավիթի աուտիզմը դա պատճառահետևանքային կապ ունի հենց ինֆանտիլ սպազմերի հետ։ Մի քիչ երկար ստացվեց, բայց որպեսզի պարզ լինի, սա է եղել հիմքը։ Ու երկարատև արդեն մոտավորապես 3.5 տարի, 4 տարեկան է Դավիթը, չէ, 3 տարի, ուղիղ 3 տարի է Դավիթը զբաղվում է Մերիի մոտ։ Մենք բնական կերպով փորձում ենք դուրս հանել իրան, սովորեցնել զգալ, ունենալ էմոցիաներ, բացել խոսքը բնական կերպով, ամեն հնարավոր բան, թե Մերիի հետ, թե տանը առանձին, մենք ընտանիքով, քրոջս երեխաները, եղբորս երեխաները, մայրիկս, հայրիկս, իր հայրիկը, ես մեծամասամբ։ Իսկ մա այս տարիքում ինքը ինչ առանձնահատկություններ ունի, խոսքը, շարժումներ ինչ կան, որ իրան ոնց որ տարբերում են մեծ մասից երեխաների։ Բնականաբար դեռևս չունենք կապակցված խոսք։ Իր խմբի երեխաները պարզ խոսում են, կարոտում են իրենց մայրիկներին,
նորմալ կոմունիկացվում են աշխարհի հետ, տարական, չգիտեմ, հա, օգտվել սանհանգույցից եւ այլն։ Դավիթը դեռ չի օգտվում սանհանգույցից, տակտիրով է, հաճախում է մանկապարտեզ, չունի խոսք կապակցված, բայց բավականին հասկանում է։ Դա կարևոր մասը այն է, որ հասկանում է եւ ունի ինտելեկտ։ Բնականաբար տարբեր շրջաններում տարբեր տեսակի ստիմեր են լինում։ Ստիմերը դրանք հատուկ կրկնվող շարժումներ, կրկնվող գործողություններ են, որոնք որ թույլատնում են երեխայի նյարդային համակարգը։ Ես իհարկե զուտ ծնող եմ, մասնագետ չեմ կարող շատ մանրամասն տերմինոլոգիայով խոսել, բայց կրկնվող գործողություններ են, որոնք որ ժամանակ առ ժամանակ ձևափոխվում են Դավիթի մոտ։ Եղել է, որ ձեռքերով այդ թիթեռնիկ աստվածներ անում, թափահարում էր թաթիկները, դա անցավ, երբ որ մանկապարտեզ նոր էին գնում, իր մոտ ֆիքսվածությունը սկսեց այդ ստիմինգի բոլոր շշերի վրայից սպիտակները պոկում էր, բոլոր տեղերը ինչ սպիտակ տեսներ, ինչ ստիկերներ ինչ տեսներ, ու ես հիշում եմ, որ տարբերանշանները մանկապարտեզում տարբերանշաններ են տանում, որ այս երեխան, չգիտեմ, տրակտորն է, այս իր աթոռն է տրակտորով, չգիտեմ, բան, ու ինքը բոլոր տարբերանշանները փոկում էր։ Ու ես բոլոր տարբերանշանները էլի գնում էի, ինքը էլի փոկում։ Ու տարբերակ էին գտել իր դաստիարակի հետ։ Ես գնում էի լիքը ստիկերներ, այդ կպչուն այդ բաներից։ Ինքը անընդհատ կպցնում փոկում էր։ Այնքան մինչև հավեսը հանեց այդ բանից, դա անցել ենք։ Ու Դավը միշտ խաղալ իմացել է, դա իր աշխատանքի, իր հետ տարած աշխատանքի արդյունքն է նաև, որ նորմալ խաղալ գիտի, դերային խաղեր գիտի, բայց վերջերս սկսել է արդեն շարքերով շարել, երևի աուտիզմին բնորոշ կարևոր տարրերից մեկը նա է, որ երեխան խաղի ընթացքում չի կենտրոնանում խաղի վրա, այլ սկսում է շարել շարքեր, ասենք, կարող է դնել գնացքը ու դիմացը գնացքը, հետո կենթանիներ, հետո կոշիկներ, հետո ու բոլորը նույն գծով։ Ու կարող ես նայել տոնը ասենց երկար գծեր է, ու հետո եթե դու ձեռք տաս այդ գծերին, ինքը շատ ուժեղ ջղայնանում է դրանից, բայց պետքա փորձես մտնել խաղի մեջ, դա իր խաղն է։ Պետքա փորձես մտնել իր խաղի մեջ, իրան դուրս հանես այդ խաղից, որ սկսի էլի դերային խաղ խաղալ եւ ոչ թե ոնց որ դա իրան փակում է իր աշխարհի մեջ, էլի, եւ դա էլ համարվում է ստիմի մի տեսակ։ Այդ գծերը, շարքերը։ Սա է, ու նաեւ բնականաբար, երբ որ ջղայնանում է, հարվածում է ինքն իր գլխին, կարող է կծել ինքն իրան, ինձ, բայց ահագին բաներ հաղթահարել ենք, էլի, այսինքն ժամանակի ընթացքում դրանք դուրս են գալիս ու գնում են։ Պետքա շատ աշխատել դրանց հետ, որպեսզի չխանգարեն իրեն, ինքն իրեն չվնասի եւ իրեն շրջապատող մարդկանց չվնասի։ Իսկ օրինակ, եթե դուք զբաղված եք եւ ձեր ամուսինը զբաղված, կարո՞ղ ես Դավիթին, չգիտեմ, միջև երեկո, օրինակ, զբաղացնեմ խմբագրությունում, թե եթե ինձ հրահանգները տակ, ասենք ինչ կարելի է, ինչ չի կարելի բան, թե ինչ անհնարին ժանրից է։ Տեսեք, աուտիզմ ունեցող երեխաները այնքան տարբեր են, ոնց որ դուք ասացիք, իրանք ամեն մարդով, որ եթե դու ճանաչում ես մի աուտիզմ ունեցող մարդու, դու ճանաչում ես մի աուտիզմ ունեցող մարդու։ Մի երեխա կա, ոնց որ սովորական երեխաներ, մեկը շփվող է, մեկը շփվող չի, այսինքն դրանք արդեն բնավորության գծեր են եւ ոչ թե նյարդաբանական հարց է, էլի։ Հիմա իմ տղան ինքը մարդկանցից կոմպլեքսներ չի ունի, ինքը սիրում է մարդկանց, բայց ինքը ճանաչում է իր մարդկանց, ինքը գիտի իր շրջապատը։ Եվ հետաքրքիր բան են վերջերս նկատել, ընդհանրապես կապվածության հետ կապված իրանք խնդիրներ ունեն բնականաբար, այսինքն ես մինչև վերջերս ասում եմ հետաքրքիր է, միշտ երազել եմ, որ երեխա ունենամ, ինչքան կապված կլինենք իրար հետ, բան ու ոնց որ այդ
այդ զգացողությունը ունեի, որ փոխադարձ չի մեր կապվածությունը, ես իրեն շատ կապված եմ, իսկ ինքը իրան մեկ է, ես տուն եմ գալիս, ես տուն չեմ գալիս, ով իրան կքնացնի, ով իրան կգրկի, ինքը ընդհանրապես ժամանակահատված եղել, որ ինքը մարդկանց կարիք էլ չի զգացել, տենց որպես այդպեսին, հա, ասենք, երբ որ ինքը փոքր էր, ես հիշում եմ, որ ինձ ասում են, վայ, ինչ լավ երեխա է, վայ, ես ինչ հարմար երեխա, ինքը վերցնում էր իր բարձը, վազելով գնում մտնում էր իր անկողինը, իր քնելու ժամին ու քնում էր մենակով։ Ու ես երազում եմ, որ մի օր իմ տղան կգա իմ մոտ, ոնց որ պուճուր բալիկները ուրիշ մամաներին գնում են, գրկում են, այդ ոնց որ այդ սակրալ կապը չկար էլ, ինքը ոնց որ sense փոքր մեծ մարդ լիներ, ինքը իր կյանքով ապրում էր, սեպարացված քեզանից։ Ես գնացի իմ կյանքով ապրելու։ Ու դրա կարիքը շատ ունեի ու վերջերս, այսինքն վերջերս ասելով 2 օր առաջ գործուղման էի Գյումրիում, պետքա տանեի իմ հետ, բայց այնպես բացվեց, որ մնաց տանը ու առաջին անգամ ինքը ինձ շատ էր կարոտել, երբ որ ես տուն եկա, ինքը վազելով եկավ, կարոտել էր, գրկեց ինձ, ասեց պաչիկ արեց իրան, երկար խաղացինք իրար հետ ու հիմա զգում եմ, որ արդեն այդ փուլն ենք մտել, որտեվ արդեն ինքը գալիս է իմ մոտ, հիմա էլ շատ է կապվել իմ հետ, հիմա էլ չի ուզում ինձ բաց թողի, այսինքն կարա տենց է լինի, էլի որ ոնց էինք խոսում զրույցից առաջ, հետևից է առաջ գալիս, էլի, այսինքն ինչ որ պիտի լիներ առաջ, հիմա, այսինքն սեպարացիան պիտի հիմա քիչ-քիչ գնար, որ այսինքն ինքը կտրվեր ինձանից, գնար, հա, հիմա ինքը ավելի է իմ կարիքը զգում, որովհետև իր ինտելեկտը, իր հասկանալու ունակությունը հիմա ավելի շատ է։ Ինքը սկսել է շատ հասկանալ, ինչա շուրջը, բնազդներով չի ապրում միայն։ Ինքը սկսել է տեսնել, հասկանալ իր շուրջը, հասկանալ, որ ես իմ մաման եմ, որ всё ինքը իմ կարիքը ունի։ Հա, այդպես։ Առաջներում նախորդ դարում Ամերիկայում այդ տեսությունը կար, մեղադրում էին ծնողներին, չէ՞, սառը ծնողներ, այսինքն այդ զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների ծնողներին էր մեղադրում այդ ամեն ինչի մեջ։ Ես ցավալի իրականության մասին կարամ խոսամ, որ մինչև վերջերս էլ եթե նույնիսկ մեր գյուղերը, մեր հեռու տեղերը գնաք, միևնույնն է մաման է մեղավոր։ Ոչ թե ծնողներ, այլ կոնկրետ այդ ամեն ինչը կրող ունի, մաման է մեղավոր։ Մինչդեռ էլի խոսում էինք զրույցից առաջ, վերջին հետազոտությունների, ըստ վերջի հետազոտությունների, ապացուցած փաստ է, որ մեծամասամբ գալիս է գենետիկ, մասնավորապես մտավոր գենետիկ խնդիրների մեծ մասը գալիս է տղամարդու կողմից եւ մասնավորապես տղամարդու տարիքից։ Ես ոչինչ չեմ ցտում, Google-ը ձեզ օգնական բացեք եւ կարդացեք հոդվածները ու շատ ցավալի է, որ կնոջն են մեղադրում եւ ամբողջ բեռը մնում է կնոջ վրա։ Եվ դա մի սարսափելի բան է, որովհետեւ միևնույնն է կրողը դու ես, խնդրի։ Միևնույնն է կյանքդ սկսվում է եւ սահմանափակվում է, երբ որ դու իմանում ես խնդրի մասին երեխայի, այդ օրով վերջ քո կյանքը կանգնում է այդ կետի վրա։ Ու հետաքրքիր է, որ ես հետևում եմ մի շատ առաջադեմ աղջկա, ով որ ապրում է Ամերիկայում, ում երեխան ունի աուտիզմ, ու երբ որ ինքը մտքեր է արտահայտում, ես մտածում, հա, ես էլ Հայաստանի Հանրապետությունում եմ, բայց նույն մտքերն էլ ես ունեմ, որովհետև ես էլ եմ կարծում, որ ինչ որ մի կետում իմ կյանքը կանգ է առել ու չի շարունակի շարժվել, մինչև Դավիթը գոնե չհասնի այն մոտ նորմային, որ կարողանա սեփական ուժերով կենցաղավարել ու առանցին կոպիտ ասած յոլա գնալ, էլի։ Կյանքը կարողանա տանել։ Իսկ ոնց է կարծում մեր հասարակությունում, որտեղ պետք է մեծանա Դավիթը եւ Դավիթի նման զարգացման առանձնահատկություն ունեցող երեխաները ինչքանով են պատրաստ, ինչքանով են տեղեկացված։ Շատ տարբեր երևի մոտեցում ունեմ։ Նախ ես ինքս սկսել եմ բարձրաձայնել այս խնդրի մասին իմ սոցիալական էջերի, ցանցերի, որպեսզի ստեղծեմ
բարենպաստ պայմաններ իմ երեխայի համար։ Շատ էգոիստական նկրտումներից ելնելով եմ արել դա։ Որտեվ հետևում էի սոցցանցերում Հայաստանում բնակվող կանանց, ովքեր խոսում էին իրենց երեխաների խնդիրներից, բայց խոսում էին փակ խմբերում, որտեղ իրանց նման մարդիկ էին հավաքված, կամ խոսում էին արդեն տարիքով մեծ խնդիր ունեցող երեխաների ծնողները, որոնք արդեն հասկացել էին, որ պետք է խոսել։ Ու ես սկսեցի խոսել հենց հիմա, դու անցնում ես այդ ճանապարհը, ես քո հետ անցնում, հենց այսօր առավոտը ես խոսում էի մի կնոջ հետ, ում երեխան նույն բուժումն է ստանում, ինչ որ իմ երեխան, ու մենք իրար հետ խոսում ենք, ու ասում էր ես ձեզ հետևում եմ, ու մենք պիտի իրար հետ ինչ որ որոշակի պրեպարատ կա, որ պետք է իրար հետ փոխանակենք։ Ասում ես ձեզ հետևում, ասեմ, հա, վայ, ասեմ, ինքան հասկանալի է իրար այդ հասկանալով այդ կապը պահել, ու որպեսզի այդ մարդը հասկանա, որ հենց հիմա ես իմ փորձից չեմ խոսում, ես հենց հիմա քո հետ հավասար անցնում եմ այդ ճանապարհը, չգիտեմ դիմացի ինչա լինելու, բայց այդ դիմացի լինելիքը հենց հիմա ուզում եմ իրար հետ կառուցենք, որ նորմալ միջավայրում մեր երեխան մեծանա, որ չասեն, ասենք քաղաքական դեբատների մեջ իրար չվիրավորեն ասելով, որ աուտիստ է, դաուն է, չգիտեմ, իրար մեջ վիրավորական բաներով լեքսիկայի չվերածվի, էլի դա, որ հասկանան ոնց պետքա վերաբերվել երեխայի հետ։ Բայց ես նաև ուզում եմ դրական կողմն էլ ասել, մեր հասարակության ես չեմ ուզում միայն պախարակել, ես բնավ չեմ ուզում պախարակել, որովհետև ես ընդհանրապես բացասական վերաբերմունք փառք Տիրոջ չեմ ստացել Դավիթի հանդեպ։ Միշտ հասկանալով են մոտեցել տրանսպորտում, միշտ զիջել են, միշտ կարեկցել են, միշտ ուզեցել են օգնել, չգիտեմ ոնց է տենց տեղի ունեցել, բայց միշտ լավ մարդկանց ենք հանդիպում։ Ու ես դրա համար շատ շնորհակալ եմ նաև, ոչ թե ստեղ կրթական ցենզն է դեր խաղում, այլ մեր տեսակը, մեր ազգի տեսակը, որ դա երեխա է, ինչ ես։ Կարող է փոքր է, ես էլի եմ ասում, չգիտեմ, էլի դիմացում ինչա լինելու, որովհետև երեխաները փոքր են, իրանց արածները ընկալվում է որպես երեխայի արած, բայց երեխան մեծանում է, այդ նույն ստիմերը անում է, ասենք ենթադրենք 8 տարեկանում, ու դա չի դիտարկվում որպես փոքր երեխայի արած, ու կարան ինձ դիտողություն անեն, որ դե 10 ծիրակի երեխուդ բան, բայց նման բանի դեռևս ես 4 տարիների ընթացքում չեմ հանդիպել։ Ու ես այլ եմ ասում, իմ երեխան այցելում է հանրակրթական մանկապարտեզ, ու ես պարտեզից էլ չեմ լսել ոչ մի բացասական բան, ընդհակառակը, միայն օգնություն, միայն ծնողների կողմից, ամենակարևորը իմ համար, որտեվ մասնագետները միևնույնն է աշխատում են, հա, դա իրանց աշխատանքն է, իսկ ծնողները իրանց երեխաներին բերում են ոնց որ դու, հա, ու իմ համար ամենակարևորը հենց ծնողների վերաբերմունքն էր։ Ես առաջի օրվանից, երբ որ ժողով էր արվում, ես կանգնեցի ու ասեցի ժողովուրդ ջան, սենց խնդիր կա։ Իմ երեխան ունի այս հարցը, ու ես խնդրում եմ ձեզ ոչ թե ձեր հասկանալը, այլ խնդրում եմ, եթե ինչ-որ հարցեր կլինեն Դավիթի հետ, ուղիղ իմ հետ։ Ես կփորձեմ այդ հարցերը լուծել։ Ու ես ինքս էլ փորձեցի, ոնց որ երբ որ քեզ մի քայլ առաջ են անում, դու էլ ես փորձում քայլ անել առաջ, որպեսզի երկու կողմերին կոմֆորտ լինի, հա։ Երբ որ ես զգացի, որ Դավիթը չի քնում, հա, երեխաների հետ, ես ինքնակամ դիմեցի դաստիարակին, խնդրեցի, որ Դավիթին մեկին տանեմ տուն, որովհետև գիտեմ, որ չի թող երեխեքը քնեն էլի, այսինքն ինքը արթուն էր ու բոլորին կարար հաներ, կարար վազեր, բարձրանար մաճակալների վրա երեխաների բան, ու ես կարա չէ, դա դիրքի մեջ լինի, ասեի ես իմ երեխային բերում եմ եւ աշխատում եմ, ես աշխատող ծնող եմ, ներառական կրթությունը եւ բան, հա, բայց ես փորձում եմ հասկանալ, որտեվ մարդիկ իմ հանդեպ շատ բարի են գտնվել եւ չեմ ուզում վաթենչի, բայց հնարավորություն է ինձ ընձեռնվել, որպեսզի իմ երեխան սոցիալիզացվի իրենց երեխաների հետ։ Այ դուք ասացիք այն դեպքը, երբ որ ծնողը շատ
պրոակտիվը, երբ հարցին բազմակողմանի նայում, բայց այն դեպքերում, երբ հույսը դնում ենք միայն համակարգի վրա, օրինակ մանկապարտեզի, դայակի, սիստեմի վրա, ո՞նց է կարծում համակարգային այս հարցին լուծում տալիս են։ Շատ դժվար հարց։ Չեմ կարծում, որովհետև չեմ էլ կարող մեղադրել։ Դուք պատկերացրեք, եթե մենք նայում ենք հանրակրթական մանկապարտեզի տեսակետից, խմբում 30, 25 երեխա են։ Բոլորը փոքր։ 2 հոգի է տրվում։ Մեկը դաստիարակ, մյուսը դայակ։ Ու թե բախտ վիճակվեց մանկապարտեզին կունենա նաև հոգեբան։ Ինչպես նաև տմակներից գալիս են շաբաթվա մեջ 2 անգամ մասնագետներ, ովքեր 15-20 րոպեով աշխատում են երեխայի հետ, բայց դա ոնց որ մշտական բնույթ չի կրում, էլի։ Ես ուզում եմ մարդկայնորեն զուտ ինչն է ինձ շահեկան դիրքում դնում, այն որ ես ինձ միշտ դնում եմ նաև դիմացինից փոխան։ Ես կկարողանա, ես ինքս իմ երեխայի հետ, ես գիտեմ ինչ դժվար է, չէ՞։ Ես գիտեմ, որ այդ երեխու հետևից դեռ մի 3 հոգի էլ պետքա որ վազի, որ իրան չվնասի, որ զբաղվածությունը լավ լինի։ Իհարկե շատ կուզենա որ դա ամեն ինչ լինի, ես շատ կուզենա որ մինչև ժամը 5-ը Դավիթը մնա, նորմալ բոլորի հետ սոցիալիզացվեր, բայց ես նաև հասկանում եմ դիմացինից, որ չի կարող մի մարդը համ Դավիթին հետևի, համ էլ 30 մյուս երեխաներին նույն ձևով, նույն չափի ուշադրություն տրամադրի, բայց ես ուզում եմ միևնույն ժամանակ, որ իմ երեխան ստանա սոցիալիզացիայի իր չափաբաժինը։ Եվ ինքը ստանում է մինչև ժամը 1-ը, որը որ աստվու հաջողությամբ քնում է, մնում է ինչքան քնի կարթնանա, ինչքան կձգի։ Եվ մենք փորձում ենք ավելի փափուկ դուրս բերել այդ process-ից իրան եւ ինձ օգնում են այդ մարդիկ, բայց օգնում եմ, որովհետեւ ես անում եմ քայլ ընդառաջ։ Ես չեմ դիրքավորվում, որ այսպես պիտի լինի։ Ամեն ինչ փոխստեք աշխատանքի վրա, ես կարծում եմ այդպես պիտի արվի, որովհետեւ դեռևս այն ինստիտուցիոնալ մակարդակին չենք էլի, մենք ցավոք սրտի, որ ասեմ, այս մեր բոլոր մասնագետները այնքան հրաշալի տիրապետում են բոլոր գործիքակազմին, որ կարող են համեն անեն։ Պետքա միասին աշխատել, ինձ թվում է, համել ընթացքում կրթվում են այնքան հետաքրքիր լավ մի հատ բան էպիզոդ հիշեցի, ուրեմն Դավիթ ծնունդներ ամսի 10 մայիսի ու բանը ես միշտ փորձում եմ իր խմբի երեխեքը ոնց որ ասում դուք իմ երեխեքն եք էլի որ ինչ անում եմ Դավիթի համար ինչ որ այնց հետաքրքիր փորձում եմ ինչ որ մի ուրիշ հետաքրքիր բան մտցնեմ որ նաև զարգացման ինչ որ էլեմենտ լինի կամ որ կարողանա օգնել Դավիթին որ երեխաների հետ ավելի շատ սոցիալիզացվի ինչ որ բաներ եմ տանում իր մոտ փուչիկներ բան որ երեխեքը մոտի գան իրան կոմունիկացիա ստեղծվի, թեկուզ ինքը չպատասխանի, բայց տեսնի, որ գալիս են դեպի իրան, ստիպված լինի պատասխանել, ու բանը, երեխեքը դե ոնց որ արդեն սկսել են ինձ ասոցացնել էլի, որ Դավիթի խոսացող արբանյակ ու մի պուջուրիկ աղջիկ ունեն իրենց խմբում, երևի Դավիթը խոշոր երեխա է, այդ աղջիկը ասել պուջուրիկ բալիկ է, էլի, եկել է ինձ վազելով ասում է Դավիթը կոշիկները հանել է հագցնեմ։ Ես ասեմ այ բալես Դավիթի մոտի չափես։ Շատ հետաքրքիր է որ ընկեր Արմինեն դաստիարակը Դավիթի բան արել երեխեքին սովորացրել է որ Դավիթը ձեզանից փոքր է։ Պետք է իրան ամեն ինչ սովորացնեք ու իրանք իրանց պարտք են համարում ամեն ինչ սովորացնել մինչև վերջերս հիմա Դավիթը շատ խիստ դիետայի վրա է շատ խիստ դիետա ենք հետևում հա առանց գլուտեն առանց լակտոզա առանց սախարոզա ու հիմա Դավիթը չի կարող հաց ուտել որովհետև շատ ուժեղ գլուտեն անտանելիություն ունի ու ցավոք սրտի մեր թուլությունը հացն էր Եվ հիմա չի կարելի իրան հաց ուտել, որ առաջ գնում էի պարտեզ, ասում էին, երեխեքը գալիս են բողոքում էին, ասում են, Դավիթը մեր հացերը գողանում է տանում է։ Ու ես դրանից էլ էի ուրախանում, որ փորձում են ամեն կերպ երեխեքը բան անեն, էլի,
կոմունիկացվեն, չեն խփում, չեն բրտբրտում, ու այսօր շատ հետաքրքիր այսօր տարապարտես հետևում է, որ արդեն ահագին փոփոխություն կա, որտեղ Դավիթը ինքն է վազում երեխեքի մոտ։ Շատ կարևոր է, ծնողներ ջան, ես ձեզ հորդորում եմ, տարեք ձեր երեխաներին հանրակրթական մանկապարտեզներ, տարեք երեխաների մեջ։ Սոցիալիզացիան կարևորագույն բանն է, որ կարա տեղի ունենա ձեր երեխայի հետ։ Այն պարագայում, երբ որ դուք կտեսնեք, որ գոնե մի քիչ պատրաստ է երեխան մտնել պարտեզ, ոչ թե տրավմա կլինի իր համար, այլ օրինակ իմ տղան արդեն պատրաստ էր որոշ չափով։ Ձեր գալուց առաջ, ոնց ասացի, խմբագրությունում դեպք էինք քննարկում, պատմում էր տատին զարգացման առանձնահատկություններ ունեցող բալիկը, որ կծել էր դպրոցում, ու խոսում էր նրա մասին, որ արդյոք արժի այս ներառականությունը, արդյոք սխալ չի, ինչի պետքա սենց լիներ, ու տենց լիքը տենց հարցեր էր տալիս, ու ես կուզեմ դուք պատասխանեք այդ մարդկանց, ովքեր այդ հարցն են տալիս, այսինքն անդիմախոսներին։ Այնքան բարդ հարց է, ես էլի այդ հարցին պատասխան կարող եմ ասել, եթե դու գիտես մի աուտիզմ ունեցող մարդու, դու գիտես մի աուտիզմ ունեցող մարդու, մարդիկ տարբեր են, այդ երեխաների հետ տարված աշխատանքներ տարբեր են։ Երբ որ դու ունենում ես ներառականություն, դու պետք է կարողանաս ծառայությունների ամբողջ սպեկտրը տրամադրես մարդուն, որ ծնողը ոնց որ այդ տատիկն է ծնողն, այնպես էլ այդ երեխայի ծնողն է ծնող տանը։ Եվ հաստատ ուզում է, որ իր երեխան էլ ստանա կրթություն, ունենա սոցիալիզացիա, բայց այդտեղ հարցը այլ է, որ դեռ այն աստիճան զարգացած չի այս ներառականության ծրագիրը, որ բոլորը ապահով զգան իրենց տարածքում։ Ես էլ եմ ասում, դպրոցը մի բան է, մանկապարտեզը այլ բան է, այսինքն ոնց որ մի բան է, որ փոքր բալիկն է լինում աուտիստ, հա, աուտիզմ ունեցող մարդ։ Մի ուրիշ բան է, որ արդեն 8-10 տարեկան, այսինքն այդ գծերը շատ ավելի արտահայտիչ են երևում։ Բայց ես կարող եմ դրա հակառակ կողմն էլ ասել, ես ինքս սովորել եմ ներառական դպրոցում, իմ դասարանում եղել է աղջիկով, որ ուներ լսողության խնդիր եւ ունեինք հիպերակտիվ տղա, ու մտավոր որոշակի խնդիրներով, եւ երևի թե իմ տոլերանտությունը հասարակության հանդեպ հենց տեղից է սկսել, որ ես սովորել եմ կողքիններից օգնել։ Ինձ ոչ մեկ չի սովորացրել, ինձ իրանք են սովորացրել։ Մեր հասարակության մարդիկ այդքան էլ վատը չեն, ուղղակի ինֆորմացվածությունն ու աշխատելու տարբերակները դեռևս երևի չեն տիրապետում, որտեղ մենք էլ ես որպես ծնող ընթացքում եմ սովորում ոնց անեմ, որ ավելի լավ լինի համ իմ երեխային, համ իր կողքի սովորական նորմատիպիկ երեխային, էլի։ Իսկ մեր հասարակությունը ինչ պայմաններ է կամ մեր պետական մոտեցում ինչպիսին է, ինչ պայմաններ է ստեղծում զարգացման յուրահատկություն ունեցող մարդկանց համար, օրինակ ոնց եք պատկերացնում, հիմա Դավիթը 4 տարեկան է, 10 տարի հետո, 20 տարի հետո, 30 տարի հետո։ Շուտ մենակ գիտեմ, որ որոշակի կվոտաներ ունեն, հա, ասենք ովքեր որ արդեն հաշմանդամություն ունեն, ստացված կարգ ունեն, մենք չենք ստացել այդ կարգը։ Մենք ունենք դիագնոզ նյարդաբանի կողմից, պետք է այցելենք հոգեբուժին եւս, ով պաշտոնական անձը, ով որ պիտի տա ախտորոշումը, դա հոգեբուժն է։ Սա այս հիվանդության, բայց քանի որ մերը սկսել էր նյարդաբանական խնդրից, մեր նյարդաբանը արդեն մի դիագնոզից դուրս հանելուց մյուսը գրված է, հա, ինչ է իր մոտ։ Արդեն ըստ դրա տրվում է կարգ եւ կարգից ելնելով դու ստանում ես որոշակի 12 դասաժամ երեխան, որ զբաղվի իր համար այդ լոգոպեդա, հատուկ մանկավարժը դա է տրվում։ Ինչքան գիտեմ, դեռևս շատ չեմ հետաքրքրվել, գիտեմ, որ տյուտորի ծառայություններից էլ որոշակի, հա, սոցիալական անապահով խավի մասին է երևի խոսքը, որ կարող են օգտվել։
Եվրոպական երկրներում ԱՄՆ-ում շատ մեծ ծրագրեր կան տներ, որտեղ որ երեխաները կարող են ինքնուրույն, ասենք, դեռահասության տարիքից արդեն իրենց համար առանձին տներ է կազմակերպվում։ Այդ տներում երեխաները կարողանում են գնալ, ապրել իրար հետ, սովորել կենցաղավարել, որովհետև դա շատ կարևոր բան է, էլի, երևի ծնողի համար ամենակարևորը դա, որ իմանա իր չլինելուց հետո ինչ է անելու այդ երեխան, հա։ Տարական ինչ որ որոշակի հմտությունների ձեռքբերում, որոնցով կարող է վաստակել որոշակի գումար։ Գիտեմ, որ հիմա կա TMM-ը, հա, այդ որ անձեռոցիկներ են պատրաստում, բայց դա շատ փոքր նախաձեռնություն է, իսկ աուտիզմ ունեցող մարդկանց թիվը գնալով շատանում է եւ երևի պետք է շատ ավելի կենտրոնանալ, թե ինչ հետոյի մասին, ինչա լինելու։ Որովհետև հիմա մենք ծնողներս, հա, ես որպես խնդրի կրող մարդ, ես ավելի երիտասարդ եմ, ես կարող եմ հոգ տանել, մտածել այսօրվա մասին, բայց վաղվա համար չեմ կարող ասել ինչ կլինի։ Ու եթե լինեն նմանատիպ ծառայություններ, որ երեխաներին կսովորացնեն կենցաղավարել, որովհետև այդ թյուր կարծիքները ես միշտ կողմ եմ ավելի իրատես նայել, հա, իրավիճակներին, եթե կա խնդիրը, ինչքան էլ մենք մոտենանք նորմային, հնարավոր չի էլի լրիվ նորմալ լինի, եթե լրիվ նորմայի մեջ է դուրս գալի երեխան, ուրեմն դա աուտիզմ չի, դա լրիվ այլ խնդիր է։ Ու փորձել երեխային հասցնել մաքսիմում մոտ մեծ լինելու մակարդակին, որպեսզի նա կարողանա իր կյանքը ապրել ու չզգա իմ կարիքը որպես ծնողի իր կյանքը դասավորելու համար։ Կարողանա իր համար ճաշ եփի, մի փոքրիկ աշխատանք ունենա, որը որ գումար կգեներացնի իրան, չգիտեմ, ծրագրավորում կլինի ինչ որ խոհարարի գործ, այն ինչ որ հատուկ հետաքրքրություններ իրանք ունեն, այդ հատուկ հետաքրքրությունների վրա հիմնված, մեկը կարող է շատ ֆանտաստիկ երաժիշտ լինել, մյուսը կարող է շատ լավ թարգմանիչ լինել, երրորդը ուղղակի աման լվանալ շատ վիրտուոզ ձևով։ Ամեն մեկի մոտ տարբեր է, բայց որ կարողանան այդ փոքր իրենց հմտությունները ծառայեցնել իրենց կյանքի որակը ավելի լավ դարձնելուն։ Թե չէ ուրիշ տենց վերերգրա տենց բաներ չունեմ էլի, որ այ հեսա իմ տղեն բանա դառնալու է Իլոն Մասկ, որ ասենք այդ հիմար բաներ, չէ, որ ասում են աուտիկները, աուտիկ մարդիկ, աուտիզմ ունեցող մարդիկ, դրանք հանճարներ են։ Ոչ բոլոր աուտիզմ ունեցող մարդիկ են հանճարներ, շատ դեպքերում նաև լինում է, որ այդ աուտիզմ ունեցող մարդիկ ունենում են նաև մտավոր խնդիրներ։ Ցավոք սրտի։ Ու երևի պետքա սթափնել այդ իրականությունը։ Ես համենայն դեպս փորձում եմ տենց անել։ Շատ դժվար է, ահավոր դժվար է, սարսափելի դժվար է։ Իսկ կան համայնքներ ծնողների, որոնք իրենց խնդիրները բարձրաձայնում են, որոնք կիսվում են փորձով։ Հա, կա Facebook-ում խումբ կա, որի մեջ ես կամ, շատ չեմ ուղղակի հետևում եմ, շատ չեմ քննարկում, գիտեմ ստեղծողին խմբի Մելիայի եւ երևի Մելիայի հետ առաջիններ քննարկեցի, երբ որ նկատեցի ինչ-որ մի բան, հենց առաջինը իրան գրեցի։ Իր հետ եմ շփվում, շատերը կան, ընկերուհիներ ունեմ, երեխաներ էլի խնդիրի կրող են, միասին ենք խոսում, քննարկում, բայց էլի եմ ասում, իմ համար շատ կարևոր էր, երբ որ ես նախորդ տարվա սեպտեմբերից, հա, օգոստոսից որոշեցի, որ ուղղակի կբացեմ բոլոր էջերիս հասանելիությունը բոլորի համար սոցիալական ցանցերի ու կսկսեմ խոսել այս մասին, որպեսզի ես դառնամ այն մարդը, ով որ առաջինը կխոսա, որ իր փոքր երեխան, հա, այդ ժամանակ 3 տարեկան Դավիթը ունի այս ախտորոշումը, իրան էս են ասել, եկեք միասին անցնենք, իրար օգնենք, ես բոլոր նամակներին պատասխանում եմ մասնավորապես մամաների, եթե ինչ-որ մի բան գիտեմ, ես կիսվում եմ իրանց հետ, ես բաց եմ ընդունել ինֆորմացիա իրենց կողմից, բայց շատ կարևոր է սկսել այդ կոմունիկացիան, շատ կարևոր է փորձի փոխանակումը, բացի փորձի փոխանակումից շատ ժամանակ ես նամակներ եմ ստանում մարզերի ծնողներից, հեռավոր գյուղերից, մամաներից, ովքեր որ շատ
բարդ իրավիճակներում են հայտնվում, որ պապաները չեն ընդունում, որ կա այդ խնդիրը, տանը ընտանեկան իրավիճակը ծանրանում է, բացի մամայից, պապայից կան նաև ընտանիքի այլ անդամներ, ովքեր չեն ընդունում եւ չեն ուզում զբաղվել, այդ պարագայում փորձում ենք հասկանալ ոնց կարելի անել թեկուզ թաքուն ինչ որ մի բան, որ երեխան գոնե մի որոշակի զարգացում ունենալ։ Ուղղորդում եմ իրենց Փարք Տիրոջ, նաև ես աշխատում եմ մի կազմակերպությունում, որտեղ որ կոնտակտային ցանցս մեծ է եւ կարող եմ իմանալ, որտեղ կան անվճար կենտրոններ, որտեղ կարող են օգնություն ստանալ, թերապիաների գնալ անվճար։ Այդ շատ կարևոր է դա ձևավորելը ու օգնել է իրար, որովհետև շատ ժամանակ կանայք մնում են մենակ այդ սարսափելի մեծ ծանրության հետ։ Ես մեկ ասեմ, Աստված ջան, ասեմ, այսքան ինչքան էլ անվճար է բուժօգնությունը, բայց աուտիզմը ինքը շատ ծախսատար բան է, էլի, շատ ամեն այդ պարապմունքները, տարբեր հա թեկուզ այդ սննդակարգ պահելը եւ այլն, եթե երեխան խնդիր ունի, ամենատարբեր խմբակների տանելը, բան սարսափելի մեծ ֆինանսների հետ է կապված ու մտածեմ, ասենք ես աշխատանք ունեմ, ես կապեր ունեմ, բայն ծնողը, որ ոչ կապեր ունի, ոչ ընկերական շրջապատ ունի, ոչ սփորթ ունի իր ընտանիքի կողմից, ինչ են անում այդ մամաները։ Իրանք մնում են մենակ իրանց անդադար ստիմանող երեխաների հետ ու ասենք այդ կարա շատ վատ հետևանքների հանգեցնել հենց այդ կնոջը, ով որ կհայտնվի շատ խորը դեպրեսիայի մեջ։ Ես նույնիսկ Հայաստանից խոսում եմ եվրոպական երկրներում գտնվող հայ ընտանիքների, մայրիկների հետ, ովքեր որ ես իմ ուղղակի մեջ շիպ տեղավորվում, ոնց կարա ասենք այս լուսավոր դարում այդ եվրոպական երկրներում, ասենք այդ ընտանիքներում հայկական այդ խնդիրների մասին չուզենան խոսել, չընդունեն խնդիրը։ Իրականում խնդրի լուծումը գալիս է ընդունելուց, որ դու ընդունում ես, որ կա, հա, ես տեսնում եմ այս խնդիրը կա, ես պիտի լուծեմ այս խնդիրը։ Իսկ այդ ինչից է գալի, այսինքն հասարակությունում ունեցած այդ կարծատիպերից, որ ոնց են վերաբերվում։ Դե ով չեն ուզում հիվանդի պիտակ լինի, բա հետո ոնց են ամուսնացնելու իրանց երեխա, ես չգիտեմ ինչ են մտածում այդ մարդիկ։ Ասենք մարդկա ինձ ասում է, ինչի ես խոսում։ Ինչի ես ասում, Դավիթը նորմալ երեխա է։ Հա, էլի նորմալ երեխա է, մեր երեխան չեմ ասում պոզեր կան գլխին աճած։ Բայց ակնհայտ է բոլորի համար, որ ինքը իր հասակակիցների նման չի։ Նորմալ է, Եվ բայց որպեսզի ես ավելի նորմալ դարձնեմ իր կյանքը, ես պարտավոր եմ իմ կողմից ամեն ինչ անել, որ մարդիկ ինֆորմացված լինեն, ոնց վերաբերվեն իմ կոնկրետ իմ ոնց են ասում, իմ շապիկը ինձ է ցավ տալիս։ Ինձ ամենամոտիկը իմ շապիկն է։ Ես փորձում եմ լուծել իմ հարցը, իմ երեխայի հարցը, ես խոսում եմ նախ եւ առաջ իմ երեխայի համար եւ բոլոր այն երեխաների, որոնց ես համարում եմ եւս իմ երեխան։ Ես շատ լավ հասկանում եմ բոլոր այդ ծանողներին, շատ մոտիկից եմ հասկանում ու պատրաստ եմ սիրով լսել, ինչքանով որ ժամանակս ու էներգիաս կբավականացնի, իրանց էլ օգտակար լինել։ Չգիտեմ, շատ է, քիչ է իմացածս, հիմա էսա իմ իմացածով կարող եմ կիսվել։ Աուտիստ երեխաների զարգացման առանձնահատկություն ունեցող երեխաների համար այսինքն կրկնակի եռակի անգամ ավելի շատ է պետք ուշադրություն, ժամանակ, ոնց եք հասցնում դրա հետ մեկտեղ աշխատել։ Դավիթը սկսել է քնել նոր գիշերները, այդ մեծ բոնուս է իմ համար, որտեվ ես կարող եմ քնել գոնե մի քանի ժամ, շատ սիրում եմ իմ գրասենյակը, որովհետև ընդառաջում են ու եթե ժամերը պետք է լրացնել, օրինակի համար ես կարող եմ խառը գրաֆիկով գնալ, հա, գրասենյակ 10:30-ից մինչև ժամ 4-ը, այդ ընթացքում հասցնեմ ամեն ինչ անել, հետո երեկոյան լրացնել ժամերս։ Ինչպես է սկսվում օրս, Դավիթը դեռ քնած է լինում, ժամը 5-ից ես պետք է արդեն արթուն լինեմ, որպեսզի սկսեմ պատրաստել իր հատուկ սնունդը, մինչև
հատուկ սնվելը, քանի որ աուտիզմ ունեցող երեխաները ունեն նաև սննդային առանձնահատկություններ, հա, սննդային վարքի առանձնահատկություն ունեն, այն ժամանակ Դավիթը ուտում էր հաց եւ միակ քաղցր բանը, որ ինքը սիրում էր, դա գաթաներ, իսկ մեր տունը ամեն առավոտ լույսը բացվում էր գաթայով, թարմ գաթայով։ Ես թխում էի իր համար իր գաթան, իր հացը հատուկ իր համար։ Ես մտածում եմ, որ ես տանը սարքեմ, գոնե պես ավելի օգտակար կլինի։ Հա։ Իսկ հիմա արդեն հատուկ սննդակարգ ունի, որ պետքա դա պատրաստեմ։ Մինչև ժամը 7:30 պատրաստում եմ իր սնունդը, իր նախաճաշը, ճաշի համար ամեն ինչ պատրաստում եմ, բոլոր պրեպարատները, որ պետք է ստանալ, դրանք դեղամիջոցներ էլ չեմ կարող անվանել, դրանք տարբեր տեսակի վիտամիններ են եւ այլն, որ պետք է ընդունի երեխան, ու բժշկի ցուցումով բնականաբար։ Հետո արդեն դա վարդնանում է, նախաճաշում ենք, վազում ենք պարտեզ, հենց ես իրան պարտեզում եմ թողում, վազելով գնում եմ աշխատանքի, հետո իր հայրիկի հետ ունենք պայմանավորվածություն, որ ինքը վերցնում է երեխային, տանում է դասերին, իր պարապմունքներին, հետո տուն, Դավիթը քնում է, ես վազում եմ աշխատանքից հետ, եթե գործուղման չեմ լինում իհարկե, ու այդ ռուտինը անընդհատ շարունակվում է, գիշերը երբ որ ինքը քնում է, իմ քունը երևի թե մի 3 ժամ մաքսիմում 3 ժամ, ու էլի ասում, որ գործուղման էի, այնքան հաճելի էր, որ մի կողմից ինձ մեղավոր է զգում, որ երեխան չկարողացավ գալ հետս, բայց էգոիստական է մի հատ փոքր բան է, որ ասում եմ, ու նստած այստեղ արդեն քնում եմ, ասում հեսա կքնեմ մինչև առավոտ, ու ես ժամը տենց երևի 8-ից մինչև լուսադեմ ժամը 6-ը քնել եմ, ու տենց երբեմն հաճելի բոնուսներ են լինում, որ կարողանում եմ քնել, գոնե թարմանալ, բայց աշխատանքս ինձ միշտ տոնուսի մեջ է պահում, ես միշտ հիշում եմ, որ իմ կյանքը չի սահմանափակվում միայն Դավիթի մաման լինելով, ես մարդ եմ, ով վարում է իր գործունեությունը, ով կարող է իր աշխատանքով նաև հանրօգուտ ինչ-որ մի բան անել, իսկ իմ աշխատանքը հենց ոնց որ հանրօգուտ գործունեություն ծավալելն մեր հասարակության համար, մեր երկրի համար։ Իսկ բացի աշխատանքից, բացի գործուղման այդ մի քանի ժամ քնից, ինչ կա որ քեզ լիցքավորում է, ինչն է քեզ ուժ տալի, որ առավոտ նորից դարձնես ու կրկնվի, այն ինչ որ անդադ կրկնվում է։ Ես շատ սիրում եմ կյանքը։ Ես որպես մարդ միշտ դրական եմ եղել ու ինչքան էլ բացասական բաները անընդհատ կոպիտ ասած թարսի նման իմ հետ եմ պատահում, ես միևնույնն է շարունակում եմ սիրել կյանքը։ Իմ համար ամեն բացվող առավոտը մեծ նոր հնարավորություն է։ Ես սիրում եմ պատրաստել, ես սիրում եմ խոհանոց, ես աշխատել եմ երկար ժամանակ հոգեբանի հետ, դեռ առաջնակից կորցնելուց հետո ու իրար հետ ինչ-որ ռուտիններ ենք մտածել, կրկնվող գործողություններ, որոնք որ կօգնեն թեթևացնել, լիցքաթափել, չգիտեմ, դա կլինի թեթև կանացի ինչ-որ պրոցեդուրաներ, շպարվել, որոշակի ժամ տրամադրել քեզ, երբ որ ես շատ լարված եմ լինում, ես ինձ թույլ եմ տալիս լաց լինել, ամեն դեպքում ես սիրում եմ կյանքը ու այն որ ինձ հնարավորություն է տրվել ապրել գոնե քիչ թե շատ առողջ մարմնի մեջ, որ կարողանամ ձգել այս ամեն ինչը, դրա համար շատ շնորհակալ եմ ու այդ բացվող օրը արդեն երբ որ լույսը բացվում է, իհարկե երբեմն շատ ծանր է սկսել, էլի, որովհետև գիտես ոնց ասում ռուսերեն կարող եմ ասել ձինսուրկա, հա ոնց որ անընդհատ այդ կրկնվող պատմությունն է, դու ոչ մի կերպ չի փոխվում, ես նույնիսկ մեկ մտածում նույնիսկ ես հնարավորություն չունեմ մի քանի օրով երկրից բացակայելու առանց Դավիթի կամ իր հետ թեկուզ ոնց որ դու անընդհատ այդ նույն բանի մեջ ես, նույնիսկ եթե արձակուրդ ունենաս, նույն բանի մեջ ես, դրա համար փորձում եմ չհուսալքվել,
չհիասթափվել կյանքից, որովհետև երբ որ ես սիրում եմ կյանքը, երբ որ ես դրական եմ, ես զգում եմ ոնց է իր վրա ազդում դա։ Իսկ իմ կյանքի ամենամեծ մոտիվացիան իրան մաքսիմում նորմային մոտեցնելն է։ Ես շատ դաժան է, բայց ոնց որ մի պահ, ոնց որ նշեցի, այդ գալիս է մի պահ, որ դու հասկանում ես, որ կյանքը տետկետի վրա կանգնեց։ Իմ կյանքը կանգնեց այն կետի վրա, երբ որ 7 ամսական ես նկատեցի ինքը ցնցվում է։ Իսկ ես այդ պլանը չէի գծել իմ կյանքի համար։ Պետք է սկսել այդ կետից էլի հասկանալ ոնց վերադասավորել, որտեվ ընտրության հարց է էլի։ Ես ընտրել եմ իրան տալ իմ կյանքը, բայց իրան տալու հետ մեկտեղ էլ փորձում եմ չմոռանալ, որ ես մարդ եմ։ Ես պիտի զուգահեռ դրան ապրեմ այդ ընթացքը ու փորձում եմ ապրել գոնե մի փոքր ինձ ուրախացնելով, որ ես էլ լինեմ տոնուսի մեջ, որ չլինեմ այդ ծերացող, դառնացած այն չար զզվելի հոգով մարդիկ են էլի, որ sense ծանր, թե ինչի իմ հետ էս ամեն ինչ եղավ, միևնույն այդ հարցը քեզ ամբողջ կյանքում հետապնդում է, թե ինչու հենց ինձ պատահեց էս ամեն ինչը, բայց ես չեմ ուզում լինեմ այդ ծանր մարդը, որովհետև միևնույն է իմ տղան շատ համով, անուշ, խելացի, շատ լավ մարդ է, իմ կյանքի իմաստն է, մենք միևնույն է, sense թենից արդեն պատահել է։ Արդեն էսա։ Մենք մաքսիմում պիտի փորձենք դրական էս ամեն ինչից դուրս գալ, ինչքան էլ ես հասկանամ, որ իր կյանքի 7-րդ ամսում, իմ կյանքի 35 թե 6-րդ տարում դադարեց կյանքի սովորական ընթացքը, էլ ոչ անձնական կա, ոչ անանձնական կա Դավիթը, կա աուտիզմը, եւ կան պայքարի 1000 ու մի մեթոդներ, որ պետք է իրան բերեմ այն կետին, որ մի օր ինքը ուղակի իմ ձեռքը բաց թողնի ու կարողանա գնալ մեծ կյանք առանց ինձ, որ ես էլ կարողանամ հանգիստ սրտով մի օր քնեմ ու չելնեմ ու չմտածեմ, բա հետո ինչ է լինելու, էլի, դա է մեծ ճոխություն, որ շատ այդ հարցը ինձ տալիս եմ, էլի, ասենք, որ տեսնում եմ նորմատիպիկ երեխեքի մամաները ինչ որ բաներից իրանց երեխաներին թույլ չեն տալիս անել բան կամ մտածում են այս ինչ է լավական վատ է, ես մտածեմ, որ ինչ լավ կլիներ, որ իմ երեխան աներ, բայց դու չունես այդ հնարավորություն, բայց դրա հետ մեկտեղ է զուգահեռ մտածում ես, որ շատ ծանր հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողներ էլ կուզենային, որ իրենց երեխան լիներ աուտիզմ ունեցող ու գոնե խոսեր ինչ որ բառեր, ֆազեր, քայլեր հնարավորություն ունենան երկու ոտքի վրա տեսնել իրենց երեխաներին, ամեն ինչ այնքան հարաբերական է, ու այդ հարաբերականության մեջ կարևոր է մնալ մարդ ու շարունակել կյանքը, որտեվ կյանքը մեծագույն պարգև է մեզ, էլի։ Մեծ ստատուս էի գրել եք ինչքան ամեն ինչ վատ է, Դավիթի ջերմությունը չի իջնում, բայց Դավիթը այսօր ինքնուրույն երկար նախադասություն է ասել ու վերջում է չգժվել, ապրել։ Իմ համար, այո, այդ ես ինքը sense կարող է ամբողջ ընթացքում ինչ-որ շատ խառը ինչ-որ բաներ անի, որտեվ շատ արագ փոխվում է հիմա այս մեթոդը, որ սկսել ենք ահագին օգնել այրան, այս մի որոշակի ընթացքը անընդհատ ես ինչ-որ էքսպերիմենտների մեջ եմ ու շատ կարևորում եմ դա, որ մաման ինչ-որ մտքին դրել է անի երեխայի օգնելու համար, ինքը պիտի դա գիտականորեն ապացուցված չի, մարդը եթե ուզում է անի, դու եթե ուզում ես անես, եթե դու զգում ես, որ դա այս պահին պետք է քո երեխայի համար, դու անես, որ քո խիղճը թեկուս էգոիստաբար քո խիղճը հանգիստ լինի, դու դա պիտի անես։ Ու ես փորձում եմ ինչ որ իմ ինտելեկտին, ինձ հասու է, ես ինչ ուզում եմ փորձեմ իր հետ անել, ես դա անում եմ պարտադիր, որպեսզի նախ ես հանգիստ լինեմ, որ ես արել եմ դա, երկրորդն էլ գոնե ինչ որ միջափով օգնեմ, ու այս պարագայում բավականին օգնել է Դավիթին, իսկ մինչև
այնքան խառը էտա մի էտապ ինքը կարող լրիվ խոսեր, մյուս էտապը ինքը կարող անընդհատ շատ վատ հիպերակտիվ լինել ու շատ ծանր ինչ որ էտապների մեջ ընկնել ու ոնց որ այդ ոնց ասեմ կաչելյաների մեջ դու չես ու ընթացքում պատկերացրեք դու չքնես հոգսերդ շատ լինեն, դու չգիտես մտածես ֆինանսը հայթայթելու մասին, աշխատանքի դեդլայնների մասին, ճաշ պատրաստելու մասին, այնտեղ երեխուն դասի հասցնելու, առողջական էս խնդիրի մասին են ոնց որ սպեկտրը մտածելու քո շատ լայն է ու դրա հետ մեկտեղ դիմացը ինչ որ այդ ստիմերի մեջ երեխան է, որ դու չգիտես ինչ անես ու այդ ընթացքում քեզ ու հեսա ուղակի կդառնաս ինքդ գիժ, քեզ կտանեն կփակեն միտեղ։ Ու այդ ընթացքում պետք է քեզ փորձես հետ բերել կարճես մի հատ լավ բանից ու այդ օրը չեմ հիշում ինչ բառ էր ասել նախադասություն էր ասել երկար նախադասություն էր երկապել տատին էր ասել չոր բան էր ուզել հա ասել էր տատի ջուր տուր խմեմ այդ ու շատ ենք ուրախացել մաման ասա մի հատ էլ ասա թող մերդ լսի ու հա այդ ոնց որ շատ է էլի երբեմն զգում եմ որ ինքս զգում եմ որ ես ունեմ դրա կարիքը ինչ որ մի հատ դրական բան լսելու ինքը անում է դա որ ինձ գոհացնի որ ինձ ցույց տա որ չհուսահատվես մենք ուժեղ ենք ինքը իմ տղան է ինքը իմ նման համառ է ես վստահ եմ որ իր ուժերի ամեն ինչ անելու է որ մաքսիմում իմ պատկերացրածները իր համար իսկ ես շատ մեծ բաներ չեմ պատկերացնում իր համար գոնե մոտավոր մոտենանք էլի դրան չգիտեմ ոնց գրել էիր ապրել շնորհակալություն շատ Ես եմ շնորհակալ Հայկ ջան